Ուղիղ մեկ շաբաթ է հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2-ամյա Տիգրանին։ Փոքրիկը կորել է անցած կիրակի, մինչև այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան ազգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարի գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը։ Մարմարի գետի երկայնքով մինչև աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ։ Այդ թվում ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի և հարակից համայնքների բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Էքստրասենս Սոսե Բաբայանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ, մեր սիրելի Տիգրանի հայրիկ, մայրիկ, ամեն օր ես զգում եմ երեխային, այնպես չէ, որ հանգիստ նստած ոչ մի բան չեմ անում։ Գետին մոտենալն անհնարին է, 2 տարեկան երեխան մի քիչ քայլի, որ տեսնի շուրջը մարդ չկա, բարձր կլացի ու մեկի ուշադրությունն անպայման կհրավիրի։ Այս վարկածը մի քիչ պարադոքսալ է իմ համար, առաջին օրը զգացի հեռու չէ, տարածքում է, բայց նորից տարածքից հեռու չի կարող լինել ու սկսեցի բոլոր մարդկանց եզրակացություններն ուսումնասիրել, որ տեսնեմ յուրաքանչյուրի վերաբերմունքն ու ճիշտ զգամ։ Ինչքան մոտենում եմ գետին, գետն իմ հետ չի խոսում, նորից թերթում եմ ֆեյսբուքյան էջերը, տարբեր նկարներ, իմ թոռնիկը նույնպես 2 տարեկան է, վերցնում է հեռախոսն ու անընդհատ համբուրում Տիգրանին։ Այնքան եմ բարձրաձայն ասել Տիգրան ջան, որ իմ Տիգրանը խոսում ու ուրախանում է լուսանկարից։ Ուզում եմ այս վարկածը բերել առաջ, մանկան աչքերով նայենք Տիգրանին։ Ես գիշեր-ցերեկ ուրիշ միտք չունեմ, միայն Տիգրանն է, մի ողջ ազգ անհամբեր սպասում է։ Տեր Աստված, գթա մեզ։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահա զանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային, այն էլ վարարած գետում։ Այն փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։ Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը, ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։ Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։ Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեռևս նախորդ շաբաթ, գուցե թե 7-8 օր առաջ, երբ հանրային հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ես ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ, նախ եւ առաջ հասկանալու արդյոք հնարավոր է առկա եւ մեզ հասանալի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ, հասկանալու թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը եւ այդ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցել ներքին գործերի նախարարության գործընկերներին։ Ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, մասնավորապես անգամ ամենաբարձր որակի լուծաչափ ունեցող 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք։ Անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ, մենք կան այդպիսի լուսանկարներ եւ եթե կան փոխանցենք գործընկերներին։ Եվ
օրերի ընթացքում կարծում եմ, թե մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, 2 տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, որ սակայն ցպահս պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ եւ առավելագույնը ուզում եմ վստահեցնել արվում է։ Ինչու այս մասին շատ չենք խոսում, գիտեք դուք էլ, որ վերջին օրերին հատկապես տարատեսակ հուսադրող ինչ որ հայտարարություններ են լինում պատեհ եւ ավելի հաճախ անպատեհ, որը հասկանալի է, որ երեխայի ծնողների մոտ եւ ընտանիքում առաջացնում են հույզերի այսպես ալեկոծություն եւ մենք հասկանում ենք, որ այստեղ պետք է նրբազգաց լինենք, սակայն լուր զուսպ այդ աշխատանքները դեռևս մինչև մեզ դիմելը, մինչև կառավարությանը դիմելը, նաեւ գիտեմ, որ նամակով վարչապետին էին դիմել, այս առիթով ես խոսել եմ նաեւ վարչապետի հետ, նաեւ ներկայացրել եմ, որ աշխատանքները արդեն իսկ ավելի վաղ մենք մեկնարկել էինք եւ որևէ առարկայական ուրեմն նյութ նորություն ունենալու պարագայում բնականաբար մենք վարկյան առաջ կոմունիկացնելու ենք մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, լավատեսությամբ սպասում ենք, սակայն մինչև այս պահը ուզում եմ կրկնել, որ տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին։ Մեկ ընկերության կողմից տրամադրված։ Ոչ թե մեկ, 2 տասնյակ ընկերությունների հետ մեր աշխատանքների արդյունքում բոլոր այդ վերոնշյալ խոսքը առաջատար այն ընկերությունների մասին է, որոնք ի վիճակի են տեխնոլոգիական եւ տեխնիկական առումով ապահովել 30 սանտիմետր լուծաչափ ունեցող, սրանք ըստ էության մեզ հայտնի եւ մեզ հասանելի ամենավորակյալ լուսանկարներն են։ Այսինքն, եթե մենք փորձենք փնտրել 1-2 մետր լուծաչափ լուսանկարներ տրամադրող ընկերությունների հետ աշխատենք, ըստ էության դա 100%-ով կբացառի հնարավոր իդենտիֆիկացումը, սակայն անգամ այս պարագայում համարում ենք, որ եթե չլինի 30 սանտիմետր լուծաչափով լուսանկարներ, կարող են համեմատաբար ավելի ցածր որակով լուսանկարներ պարզապես հասկանալու, թե այդ տեղանքում ինչ, չգիտեմ, մեքենաներ են գուցե եղել կամ առարկաներ են եղել, որը կարող է որևէ կերպով օգտակար լինել այս աշխատանքների իրականացման։ Այսինքն անգամ այստեղ փորձել ենք նաև ավելի լայն ուրեմն դաշտ վերցնել որևէ կերպով հնարավորինս օգտակար լինելու մեր գործընկերների։ Միջազգային փորձ կա, ընդհանրապես այս դեպքերում եղել են, որ այդ դիտարկումներով ամեն դեպքում ինչ-որ բան հայտնաբերվել է։ Բանն այն է, որ մանկահասակ երեխաների պարագայում իսկապես ըստ մասնագետների չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը, բայց մենք ես ուզում եմ շատ կարևոր արձանագրումը եւս մեկ անգամ անել։ Եթե անգամ պարզվի, որ միջազգային փորձով դա հնարավոր չի, ես չեմ ափսոսի եւ չեմ էլ ափսոսելու այն բոլոր ջանքերը, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր Գեոկոսմոս ՓԲ-ի մասնագետների հետ համատեղ այս վերջին օրերին անում է եւ պատրաստվելու է ապագայում եւս անել, հույս ունենալով, որ արդյունքում որևէ դրական զարգացում տեղի կունենա։ Առնվազն մենք համարում ենք, որ պետությունը պարտավոր էր եւ պարտավոր է նման դեպքերում անկախ մասնագետների կարծիքներից եւ տհատեսակ հավաստիացումներից իր պարտավորությունը կատարել իր քաղաքացիների նկատմամբ։ Շնորհակալություն ձեզ։